Վերդիկտը ինքնին արդեն հիմք է տալիս, որ բողոքը ներկայացնենք վերաքննիչ դատարան, ընդ որում բազմիցս նշել ենք, որ այնպիսի խախտումներ է դատարանը թույլ տվել, որ վերաքննիչ դատարանի համար պարտադիր է բեկանումը անկախ ապացույցների ծավալի։ Այսինքն նույնիսկ վերաքննիչ դատարանը չպետք է նայի ապացույցներով հիմնավորվում է թե չէ, օրինակ ընդդատության կանոնների խախտումը ինքնին օրենքում ուղիղ գրած է, որ պարտադիր բեկանման հիմք է հանդիսանում։ Մնացած խախտումները եւս, հետեւաբար մենք այս առումով միանշանակ ներկայացնելու ենք։ Բաժի մասում կտեսնենք ինչ է որոշում, նաեւ այդ մասով բնականաբար, եթե հանկարծ նշանակի այնպիսի պատիժ, որով օրինակ մենք տեսնում ենք դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել են դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու, եւ արդեն կարճաժամկետ մինչեւ 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Օրենքի ուղիղ պահանջը այնպիսին է, որ ասում է յուրաքանչյուր հաջորդ ավելի խիստը պետք է նշանակեք, եթե առավել նվազը չի կարող բաժի նպատակներ իրացնել։ Հիմա օրենսդիրը տեսել է, որ այս հանցագործության համար այս 5-ն էլ հավասարապես կարող են անձի պատշաճ վարքագիծ ըստ էության ապահովել եւ բաժի նպատակները իրացնել։ Հիմա ասում է դու նայեք ես օրինակ ծանրացնող հանգամանքներ եւ այլն, ինչ օրինակ պատկերացրեք անձը 3 անգամ ազատազրկում է գրել ինչ որ հանցագործությունների համար դատվածություն ունի, իրան նկատմամբ օրինակ դու ավելի խիստ նշանակի, քան տուգանքը։ Եթե անձին մի քանի անգամ ազատազրկում ա եղել, չի եղել նորմալ պատիժը իրացնել նպատակները, օրինակ հիմա ոնց տուգանք տան։ Այս դեպքերի համար օրենքը նախատեսել է, որ կարող ես օրինակի համար ազատազրկում տաս, բայց նաև հատուկ նորմով նախատեսել է, որ ազատազրկումը բացառիկ, եթե օրինակ մյուս պատիժները կիմնավորես, որ չի կարող նպատակը ապահովել։ Պատահական չէ, որ մենք ինչ արեցինք։ Մենք ներկայացրեցինք օրինակ երևի թե միակն է դա, կամ առնվազն 2018 թվականից հետո Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործը, որտեղ նույն հոդվածով անձին մեղադրում էին եւ ընդ որում նորից առաջին անգամ միջին ծանրություն, որևէ ծանրացնող հանգամանք չկա, բազմաթիվ պատիժների մեջից դատանը այն ժամանակ տուգանք է նշանակել 400,000 դրամ։ Բայց այն ժամանակ օրինակ կարճաժամկետ ազատազրկումը չկար, ազատության սահմանափակումը չկար, ստել ավելի մեծացրել է ծավալը։ Հիմա այդ ինչից որոշեց դատախազը, որ պետքա գա հատկապես ազատազրկում մի հատ 2.5 տարի։ Ականաչ չէ, որ սա նորից քաղաքական էս բնույթի հետապնդման շարունակությունն է, սա կոնկրետ հանձնարարություն է։ Հակառակ դեպքում բացառվում է որևէ այլ գործով գար եւ նման միջնորդություն անել։ Մենք ցույց տվեցինք նաեւ այլ միջին ծանրության հանցագործությունները, որ պրակտիկան այնպեսին է, որ ազատազրկում չի նշանակում։ Եթե այսքանից հետո պետքա դատանը նաեւ այս խախտումը անի, այս ապօրինությունը անի, ուրեմն իր մեղքի իր մոտ ինչ ասեմ։ Սարգսյան, տեսեք, հանրային շրջանակներում այսպիսի խոսակցություններ են պտտվում Սրբազանի առողջական վիճակի մասին, որը ասում են, որ բարվոք չէ եւ գուցե անհամատեղելի է լինի կալանքի։ Ձեզ նման տվյալներ հայտնի են եւ ինչու գործում տեղ չեն գտել։ Ուրեմն այսօր մեր գործընկեր Արա Զորաբյանը ներկայացրեց, որ Սրբազանը ըստ էության մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք, իսկ առողջականը դա մեղմացնող հանգամանք է, օրինակ նրա անցած ուղու հետ կապված փաստաթղթային ձևակերպումները մեղմացնող հանգամանքներ են եւ այլն, բայց մենք դրանք չենք ներկայացնում են պարզ պատճառով, որ ի սկզբանե նա որևէ հանցանք չի կատարել եւ որևէ բան էլ չունենք հայցելու դատարանից, մի հատ էլ փորձենք դատարանի մոտ ինչ որ մեղմացնող իրավիճակ ստեղծել։ Դա համար մենք այդ ուղին չբռնեցինք, բայց նաև փորձեցինք ցույց տանք դատական պրակտիկան, այսինքն սա ավելի շատ դատավորի համար, որ նորից հետագայում չասեն, որ մենք չգիտեինք, մենք չենք ուսումնասիրել, իրենց փոխարենը բոլորը անում ներկայացնում ենք, հետեւաբար առողջականի մասով հիմա էլ ոչինչ չեմ ասել, քանի որ դրա թույլտվությունը այդպես չունենք, բայց նաև պետք է հիմնավորեինք, որ դու ինչ էլ անես, եթե ազատազրկում լինի, ուրեմն կրկին ակնհայտ ապօրինություն ալու։